Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի միջնորդությամբ և տնօրինությամբ վերջին 4-րդ դարում Սուրբ Էջմիածին է բերվել 32 մասունքարան, աչաձև, խաչ մասունքարաններ, մասանց պահարաններ։ Դրանցում ամփոփված են հայ առաքելական եկեղեցու և համաքրիստոնեական սրբերի մասունքներ։ 25 տարում հազվագյուտ և բացառիկ մասունքներով է հարստացել Մայրաթորի սրբությունների գանձարանը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Վեհափար Հայրապետի տնօրինությամբ հորդորով համախմբված նոր ձևավորված մասանց հավաքածուի մեջ կան այնպիսի անուններ, որոնք երբևէ Սուրբ Էջմիածնի մասանց պահարանում չեն եղել, ինչպես օրինակ Սուրբ Ներսես Մեծ, ինչպես օրինակ Սուրբ Ներսես Շնորհալի, Սուրբ Դադի, եւ այս մասունքները ամփոփված տարբեր մասունքարանների մեջ պահվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս մեր սրբավայրերում։ Սուրբ Ներսես Շնորհալու մասունքակիր խաչը բերվել է Բուլղարիայից և այժմ պահվում է Մարտաճարի նորաբաց թանգարանում։ Թանգարանի նույն պահարանում է նաև Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը, որը նույնպես Մայրաթոր է հասել Գարեգին II Հայրապետի հոգացությամբ։ Բացառիկ խորհուրդ ու զորություն ունի մասունքը, կարող է հոգևոր ուժ և ներշնչանք հաղորդել հավատացյալին։ Ոչ միայն պատմական արժեք է, այլև կենդանի ներկայություն։ Մասունքները մեզ հիշեցնում են, որ իրենց բարեխոսությամբ և օրինակով սրբերը մեր կյանքի մի մասն են։ Մեզ համար չափազանց կարևոր է, որ այդ մասունքները ոչ միայն մաս են կազմում մեր գանձատան մասանց պահարանի, այլ հայրապետական տնօրինությամբ տարբեր առիթներով, ի մասնավորի հիշվող սուրբերի տոների առիթներով դուրս են բերվում ինչպես Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, այնպես էլ տարվում են հայաստանյան և սփյուռքի մեր թեմեր։ Եվ այդ ժամանակ մեր բարեպաշտ ժողովուրդը հնարավորություն է ունենում մոտենալու այդ մասունքներին, իրենց խոնարհումը և աղոթքը ընծայաբերելով, հայցելով այդ սուրբերի բարեխոսությանը։ Սուրբ Հովհաննես Օձնեցի իմաստասեր կաթողիկոսը հայ եկեղեցու նշանավոր հայրերից է։ Սրբի մասունքարանն արձանագրություն ունի։ Հավանական է, որ հենց օձունում է պատրաստվել։ Շատ քիչ դեպքերում են մասունքարանները հայտնում արծաթագործ վարպետների անունները, այս մեկում նաև այդ տեղեկույթը կա։ 4-րդ դարում ձևավորված հավաքածուի մեջ պարզ ու համեստ մասունքարաններ էլ կան, արվեստի բացառիկ գործեր էլ։ Արվեստի բացառիկ մասունքարանը և պարզ մասունքարանը նույն արժեքը ունեն, քանի որ միջոց են հաղորդ դառնալու աստվածային զորությանը, աստվածային շնորհին և այն, որ իրենց մեջ կրում են արդեն Սուրբի մասունքը և մենք հավատում ենք, որ այդ մասունքը մեր հավատքին միանալով պետք է ներգործի և պարգևի Աստծո ողորմությամբ մեզ այն, ինչի կարիքը մենք ունենք, մեզ համար դառնում են հրաշագործ մասունքներ։ Օձնեցու մասունքարանը հեռավոր Հնդկաստանից է եկել։ Հազարավոր մասունքներ և մասունքարաններ տարագիր հայ ժողովրդի ճակատագիրն են կիսել։ Փրկվածների մի մասը հանգրվանել է հեռու և մոտիկ գաղութներում, երբեմն տասնամյակներով դրանց մասին ոչ մի տեղեկություն հայտնի չի եղել։ Վեհափար Հայրապետի գահակալության շրջանում բերված որոշ մասունքարաններ, օրինակ աչաձև մասունքարանները, որոնք բերվել են թե Բուլղարիայից, թե Հնդկաստանից և թե այլ թեմերից, ունեն հիշատակարաններ և այդ հիշատակարանների մեջ նշվում են, որ ընծայաբերվել են մեր պատմական վանքերին, Վասպուրականի վանքերին, զորօրինակ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի վանքին։ Եվ զարմանալի է, որ այդ վանքի սրբությունը ինչպես է հասել, և հայտնի է ինչպես է հասել, որովհետև Ցեղասպանության օրերին մենք կորցրեցինք հազարավոր արժեքներ ձեռագրի տեսքով, եկեղեցական արվեստի ստեղծագործությունների տեսքով և հետո տարբեր առիթներով անհատներ, որպես ընտանեկան սրբություններ մեջտեղ են բերում, ընծայաբերում են, վաճառում են և մենք էլ փորձում ենք այդ ամենը ձեռք բերել որպես ազգային ժառանգության նշխարներ և ապահով անվտանգ պահպանել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Մշո Սուրբ Կարապետի վանքին նվիրված է
Մահտեսի Գրիգորին, որը մեջ Մասունք Սրբո Կարապետին, Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքն է սրա մեջ։ Ի տարբերություն մյուսների, Սուրբ Սարգսի մասունքարանը նոր է, պատրաստվել է Գարեգին II հայրապետի տնօրինությամբ Սրբի նորահայտ մասունքն ամփոփելու համար։ Արծաթագործ վարպետը նոր մասանց պահարանը պատրաստել է պահպանելով ավանդույթը։ Սա բացառիկ է նաև այն առումով, որ մեր մասանց պահարանի ցուցակներում Սուրբ Սարգիս Զորավարի մասունքներ չկային։ Այդ մասունքարանի մեջ ամփոփվեցին Ուշիի վկայարանի պեղումների ժամանակ կատարված գյուտ նշխարացի մասունքները։ 2000 թվականին Նորին Սրբության գահակալության առաջին տարում Էրմիտաժ թանգարանը Սուրբ Էջմիածնին ընծայեց Սկևրայի հռչակավոր մասանց պահարանում ամփոփված մասունքները։ Հայ եկեղեցու պատմության մեջ ամենակարևոր մասանց պահարաններից է։ Մասունքարանում ամփոփված է 31 սրբի մասունք։ Տարիներ առաջ Վեհափար հայրապետի դիմումին ընդառաջ պետական Էրմիտաժի տնօրինությունը պատրաստեց Սկևրայի մասանց պահարանի ճշգրիտ կրկնօրինակը եւ ընծայաբերեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, որը այսօր ներկայացում է Վեհարանում եւ հայրապետական տնօրինությամբ արդեն որքան ժամանակ է Սկևրայի մասանց պահարանը դուրս է բերվում կաթողիկոսի գահակալության տարեդարձի առիթով։ Ընդհանուր շուրջ 64 մասունք է բերվել, որից 31-ը Սկևրայի, 9-ը Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքարանում են ամփոփված։ Մասունքարաններից մի քանիսը ակնազարդ են, մի քանիսին ապարանջան ու մատանի է ագուցված։ Հիմնականում զարդերն ավելի ուշ շրջանում են ավելացվել։ Դրանք խնդրակատար մասունքների զորության վկայություններն են, երախտապարտ հավատացյալների ընծաները։ Հիշում եմ դեպք կապված Սուրբ Անանիա առաքյալի աչի հետ, որ արդեն մի քանի տարի Վեհափար հայրապետի օրհնությամբ Սուրբ Անանիայի տոնին տարվում է քաղաքամայր Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի եւ թե ինչպես բարեպաշտ հայորդիներից մեկը եկավ Մայրաթոր Սուրբ Էջմիածին անձնական զրույցի ընթացքում ասաց, որ իրենց կյանքում Սուրբ Անանիայի բարեխոսությամբ իրենց համար հրաշք է տեղի ունեցել եւ իրենք ուզում են աչին մի ընծա մատուցել։ 1771 ձեռամ Ինչպես ակներն են զարդարում մասունքարանը, այնպես էլ սրբությունները եկեղեցին։ Քրիստոնեական ամեն եկեղեցի ունի սրբություններ։ Վաղ միջնադարից սկսած եկեղեցիները նաև մասունք են փոխանակել։ Հոգևոր առաջնորդները, եկեղեցապետերը միմյանց մասունք են ընծայել։ Հենց մեր եկեղեցական պատմության մեջ հայտնի են այդ դեպքերը։ Դեռևս 4-րդ դարից սկսյալ, երբ որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետը Կեսարիայից վերադառնալիս իրեն հետ բերեց Հովանու Կարապետի եւ Աթանագինե եպիսկոպոսի մասունքները։ Երբ որ Վեհափար հայրապետը եղավ Վատիկանում, լուսահոգի Հովհաննես Պողոս II Հռոմի Պապը հայոց հայրապետին հանձնեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը, ինչպես որ տարիներ առաջ 1994 թվականին նույն Պապը Երջանկայիշատակ Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսին է հանձնում հատուկ բանագնաց ուղարկելով Սուրբ Էջմիածին Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։ Վերջերս մի ընծայաբերում կատարվեց եւս Չեխիայի կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդի կողմից
հայոց հայրապետին Սուրբ Էջմիածնում հանձնվեց Սուրբ Բարդուղիմեոս Առաքյալի մասունքը։ 2015 թվականին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ պատրաստվել եւ Սուրբ Էջմիածին է բերվել նոր մասունքարան, որում ամփոփվել են հայոց ցեղասպանության նահատակների մասունքները։ Այդ մասունքները դեռևս երջանկահիշատակ Վազգեն I հայրապետի օրոք մայրաթոռ են բերվել Դերձորի անապատից։ Մասունքարանի փորագրությունները խորհրդանշում են ցեղասպանված մի ամբողջ ժողովրդի, կոտորված ընտանիքների, որբերի, մտավորականների եւ հոգեվորականների։ Փորագրված են նաեւ կործանված հարյուրավոր խաչքարեր, վանքեր ու եկեղեցիներ, մասունքներ եւ ձեռագրեր։ Դարձերեսին անցյալ դարում Սուրբ նահատակների հիշատակին մայրաթոռում կանգնեցված հուշակոթողն է պատկերված։ Հավատքը կենդանի այն ուժն է, որ մարդու առջև բացում է անհայտ դռները եւ մարդուն առաջնորդում է հավիտենական կյանք։ Իսկ այդ ճանապարհին սրբոց մասունքները, որպես ամբարբար բարեխոսներ, ինչպես վաղ միջնադարից, այնպես էլ այսօր մեզ համար հոգևոր պատվար են, մեզ համար հոգևոր ուժ են, նրանց օրինակով ոգևորվելու, ոգեշնչվելու եւ իբրև Սուրբ եկեղեցու ավանդը պահող այսօրվա սերունդներ շարունակելու այդ երթը։